2026 թվականի ընտրությունները ընդամենը մի բանի մասին են։ Քաղաքացին ինչ է ընտրելու՝ խաղաղություն թե պատերազմ։ Կա գոյություն ունի խաղաղության կուսակցություն, ներկայիս գործող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, եւ կա պատերազմի կուսակցություն՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանց հետ աֆիլացված ինչ-որ դեմքեր, ովքեր խոստանում են, թե իրանք նոր ուժ են, բայց հազար թելով կապված են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Ուժեղ բանակցողներ են ինչ-որ հազար թելով կապված են ու հիմա ժողովրդին էլ փորձում են միամտացնել, ասել ներկայացնեն, թե իրենք առանձին են գնում ընտրության, ասում են չենք համագործակցելու նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց չեն բացում հետին մտքերն ու այն ճակերտները, որ համագործակցելու են ընտրություններից անմիջապես հետո կոալիցիա են կազմելու։ Այո, Գյումրու սցենարն են փորձելու գործարկեն։ Դա չթաքցրեց Ակնհայտ ձևով արդեն ասվում է բոլորի կողմից Գյումրու սցենարը փորձելու են աշխատացնել։ Առանձին սրբի դեմքով կելնեն ժողովրդի մեջ, կհավատացնեն, որ մեկը մյուսի հետ կապ չունեն։ Ես վստահեցնում եմ, նույնիսկ հանրային կերպով մեկը մյուսին հնարավոր է նույնիսկ քննադատեն, այն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այն բեմականացումը հեռավար փոխհրաձգությունը հնարավոր է նույնիսկ լինի, ինչ-որ նոր ի հայտ եկած ուժեր հնարավոր է Քոչարյանին քննադատեն, Սերժ Սարգսյանին քննադատեն։ Այս ամեն ինչը ընդամենը թատերական բեմականացում է լինելու ընտրություններից առաջ, որպեսզի միամտացնեն, հավատացնեն ժողովրդին, թե մեկը մյուսի հետ կապ չունեն, իրենք ամենաարդարն ու ամենաթափանցիկն են, գնան ընտրությունների հաջորդ իսկ վարկյանից հետո հենց ընտրությունները ավարտվեց, այս մարդիկ համագործակցելու են իրար հետ։